Խորհրդարանական ընտրություններն առանց բռնությունների չեն անցել։ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի վարչական ղեկավարն է բռունցքների դիմել, երբ ընդդիմադիր ուժի վստահված անձ է Լևոն Հոխիկյանը հորդորել է նրան կարգը չխախտել, պնդում է Լևոն Հոխիկյանը։ Ենթադրում են, որ ամեն ինչ իրենց թույլատրելի է, ամեն ինչ կարելի է եւ շարժվում են այնպես, ինչպես ուզում են։ Լևոն Հոխիկյանն Ուժեղ Հայաստան դաշինքի վստահված անձն է։ Գյուղի վարչական ղեկավարը Սիրակ Սիրականյանը քաղաքացիական պայմանագրի, երբ նա ընտրական տեղամաս է մտել, ԿՊ-ական վստահված անձանց թիվը դարձել է 3, ինչը խախտում է։ Լևոն Հոխիկյանը հորդորել է, որ 3-ից մեկը դուրս գա տեղամասից։ Այդ հողի վրա արդեն առաջացավ կոնֆլիկտ, իհարկե իր կողմից, Սիրակ Սիրականյանի կողմից, ինչի արդյունքում արդեն տեղի ունեցավ այդ մնացած ինչ միջադեպ, որ տեղի ունեցավ։ Կես ժամ անց, ըստ Հոխիկյանի, Սիրակ Սիրականյանը տեղամասի հարակից տարածքում իր հետ հաշվեհարդար է տեսել, հարձակվել է իր վրա, հարվածներ հասցրել, հետո նրան են միացել մի քանի հոգի։ Սկսեցին եւ ծեծկրտուկ հարվածներ։ Տվյալ ժամանակահատվածում սկզբում մենակ, հետո իրեն միացել են եւս մի քանի անձինք։ Տարածքում տեսախցիկ է եղել ու բռնությունն արձանագրվել է, պնդում են Ուժեղ Հայաստանից։ Այս տեսանյութում ըստ նրանց Սիրակ Սիրականյանն ու մտերիմները հարվածում են Լևոն Հոխիկյանին։ Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ մարմնական վնասվածքներ է ստացել։ Քննչականից Ազատությանը հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնել ընտրական հանձնաժողովների աշխատանքներին պարտականությունների կատարմանը խոչընդոտելու ու ֆիզիկական ներգործության հոդվածներով։ Որևէ մեկին մեղադրանք չեն առաջադրել։ Ինչու է Սիրականյանը հարձակվել ու հարվածել քաղաքական հակառակորդին, ինչից է բորբոքվել, երեկվանից Սիրականյանից մեկնաբանություն ստանալ չի հաջողվում, նա զանգերին ու նամակներին չի արձագանքում։ Այս մի դեպքն էլ Ավշարի թիվ 1329 տեղամասում է եղել։ Տեսանյութը Ուժեղ Հայաստանն է հրապարակել, պնդում են, որ իրենց վստահված անձի վրա հարձակվողը ՔՊ-ի վստահված անձն է։ Երեկվանից ընդդիմադիր ուժից տեղեկություն չեն հրապարակում, թե ինչի պատճառով է վիճաբանությունը սկսվել։ Ուժեղ Հայաստանի падգամավորական թեկնածուներից Գոհար Մելոյանն Ազատությանը փոխանցեց, թե բազմաթիվ խախտումներ են արձանագրել, դեռ ամբողջացնում են, որից հետո կհրապարակեն։ Այս դեպքով էլ քննչական կոմիտեից փոխանցեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնել ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին պարտականությունները խոչընդոտելու հոդվածներով։ Այս գործով էլ չնայած տեսանյութին մեղադրանք չկա։ Հիմա եթե հեռավոր մի գյուղում քվեաթերթիկի մի կապը պակաս դրած լինենք մենք այն պարագաների մեջ, որը որ տեղափոխվել է, մինչև տեղափոխվենք Գորիս քաղաքից բերենք հասցնենք, ավելի հարմար Սիսյանից հասցնենք, քան Գորիսից։ 3 ընտրությունների ընթացքում էլ ընդդիմադիրներն ահազանգում էին տասնյակ խախտումների մասին։ Արտակարգ էր Սյունիքի մարզի Լոր համայնքի դեպքը։ Սիսյանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմինե Անդրանիկյանը ընտրական տեղամասի քվեախցում թողած քվեաթերթիկները լցրել էր պարկն ու տեղափոխում էր ուրիշ տեղամաս։ Լրագրող Լիա Սարգսյանն էր տեսանյութը հրապարակել։ Մենք մտածել ենք, որ կարող է քվեաթերթիկների պակաս ունենանք հեռավոր գյուղերում, որպեսզի չգնանք մեկ ընտրատարածքայինից Գորիսի նստավայրից բերենք քվեաթերթիկները։ Ես հանձնաժողովի անդամներից մեկին խնդրեցի, ասացի նայեք, եթե ջարդված չեն քվեաթերթիկները, որոնք լցրել են ես չգիտեմ կավարտեք, ես հեսա կասեմ լցրած են աղբի մեջ, եթե հնարավոր է նորից վերականգնենք քվեաթերթիկները, մեր մոտ պահենք, որպեսզի այն տեղամասերում, որտեղ որ պակաս կլինի, արագ արձագանքենք, հասցնենք։ Հիմա ես ասեմ, ցանկացած ընտրատեղամասում պիտի լինի ընտրողների քանակով թուղթ եւ ավել։ Ամենակիչ ընտրողների քանակով պիտի լինի, որ ասում եք ամեն ընտրությունը սկսելուց առաջ ամեն տարածքում պիտի պարտադիր ստուգեն, նոր սկսեն։ Ստուգել են։ Դուք ասում եք հնարավոր է պակաս լինի, դες բան չի կարող լինել։ Յուրաքանչյուր մարդուն ամեն կուսակցությունից մի թուղթ են տալիս, չի կարող պակաս լինի։ Այս դեպքի վերաբերյալ դեռ 3 էր Ազատությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմել, որ պարզաբանեն, արդյոք իրավունք ունեն քվեարկությունը չավարտած քվեաթերթիկները տեղափոխել այլ տեղամաս։ Հանձնաժողովից խոստացել էին իրավական գնահատական տալ, ու այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը պարզաբանեց։ Հարգելիներս, տեսեք, մեր քվեարկության կարգը հնարավորություն է տալիս, ով քանի հատ ինչ քվեաթերթիկ ուզում է, տան, այն ով ուզել է, այդ ասում է վերցնի, չգիտեմ, կլեսնի գլխին, ինչ կանի։ Ըստ Հովակիմյանի, ընդդիմադիրների արձանագրած այս դեպքը խախտում չէ։ Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը քվեարկությունը չավարտած քվեաթերթիկները կարող էր պարկով դուրս տանել։